2024 թվականին դերասան Դավիթ Աֆրիկյանն ընտանիք կազմեց և կնոջ հետ տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Չնայած այն հանգամանքին, որ այսօր Միացյալ Նահանգներում բազմաթիվ նոր հեռուստասերիալներ են նկարահանվում, Դավիթն այլևս այդ նախագծերում չկա, և էկրաններին նրան տեսնել այդպես էլ չի հաջողվում։ Պետք է նշել միայն այն, որ Հայաստանում եղած տարիներին Դավիթը նկարահանվում էր հեռուստասերիալներում ու ներկայանում էր բացառապես գլխավոր դերակատարումներով, սակայն այս շրջանում ընտանիք կազմելուց հետո նա փոխել է ոլորտը և պասիվ գործունեություն է ծավալում նաև սոցիալական հարթակներում։ Star News-ը շարունակում է մեկ հոլովակում ձեզ պատմել աստղային տարբեր նորություններ ամփոփ եղանակով։ Դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինստագրամյան հարթակում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա ինստագրամյան հարթակում պատմել է այն մասին, որ որդին Գասպարը որոշել է քաշ կորցնել։ Նա սկսել է դիետա պահել։ Այդ հարցում իհարկե օգնում է Գոհար Ավետիսյանը, իսկ հոլովակն առաջարկում ենք դիտել հենց այս պահին։ Гаспар, здравствуйте. Здравствуйте. Вы сели на диету? Да. Расскажите, что вы кушаете, что самое важное кушать в каждом приеме пищи? Котлету. А потом уже котлету или именно мясо? мясо, а потом можно уже цезарь, роллы. То есть часть вашей диеты заключается в том, что можно кушать все, но сначала нужно восполнить белок, правильно? Да. Мама вам разрешает кушать вредную еду? Только утром. Правильно, на ночь мы не кушаем, верно? И вечерком можно. Во сколько вечерком? Вот там в 7-6. Позднее нельзя. Да, это последний прием пищи. И как, у тебя получается или сегодня первый день? Первый день. Ага. Что ты пожелаешь всем, кто худеет? Вот посмотри на камеру, пожелай, и на этом все. Здрасте. Худеете пока. А сколько было? 3. 38,3 было? И стало сколько? 38. То есть первый день диеты. Прибавил 900 грамм. Не 900. 600. 600. Я думаю, что это отек. Откуда отек? Мы же год назад с Армении приезжали. А теперь честно скажи, что ты кушал в течение дня без меня? Где? Вчера. Вечером что ты кушал еще? Купил что-то себе? Հաղորդավար և պրոդյուսեր Հրաչ Մուրադյանն օրեր առաջ հայտնել էր այն մասին, որ դուստրը Միան պատրաստվում է դպրոց գնալուն, և ահա այդ գործընթացը սկսվել է։ Հրաչ Մուրադյանը ցույց է տվել, թե ինչպես է դպրոցից վերցնում Միային։ Հոլովակները հենց այս պահին։ Այսօր Միմիին վերցնելու իմ հերթն է, հեսա տեսնենք ուր է։ Thank you. Կլվիճակը։ Գլխին է դրել պարուսակը։ My mom is my dad. Միմի։ Hi, buddy. Միա։ Mia. I see my dad. You see your dad? Yes. You may go see her. Ես ինձ սիրում։ Դերասանուհի Ռոզանա Մանուչարյանը օրեր առաջ քննադատությունների կենտրոնում էր հայտնվել։ Նա խոսել է այն մասին, որ իրեն քննադատում են իր դստեր անունը սխալ գրելու մեջ։ Ռոզաննան պարզաբանում է եղելությունը։ ԻԱ-ի և ՅԱ-ի ուղղագրական դասեր այսօր համարվում ենք ընտիրագույն ստացված։ Բոլորդ ստանում եք 10-ին գումարած։
Մոտավոր սենց եմ ինձ զգում, երբ թեման գնում է Վիկտորիայի անունը ճիշտ կամ սխալ գրելու մեջ։ Եթե լուրջ կան մարդիկ, որ մտածում են, որ ես իմ երեխու անունը կարող եմ սխալ գրեմ, ես կարող եմ հայերեն ցանկացած բառ, նախադասություն, միտք սխալ գրեմ, սխալ արտահայտեմ, բայց ոչ երբեք իմ երեխայի անունը սխալ գրեմ։ Եվ մանավանդ, երբ որ դուք դա տեսնում եք, ես մի անգամ չեմ գրում ով, երկու անգամ չի, ես միշտ ծնված օրվանից 5.5 տարի, ինչ ես իմ աղջկա անունը գրում եմ իմ ստորիներում կամ պոստերում, այով եմ գրում։ Ժողովուրդ, ես հասկանում եմ, որ շատերի համար անընդունելի է, երբ որ կան բացառություններ։ Ես այդքան անգրագետ չեմ, ես գիտեմ, որ հայերեն լեզվում անունները յայով են գրվում, տեղանքի անունները գրվում են այով, անունները գրվում են յայով, բայց սիրելի մարդիկ, կան բացառություններ եւ որոնցից մեկը մենք ենք, մենք մեր երեխայի անունը կոչել ենք բացառության կարգով, Վիկտոր Ա, խնդրում եմ այլևս ինձ որևէ ուրիշ ծնողի երբեք չփորձեք ուղղություն ցույց տալ, թե ինչպես ճիշտ գրել իր երեխայի անունը։ Այսօր մենք ապրում ենք նենց դարում, երբ որ նանե, վերջավորությունը 7-րդ էով են դնում։ Թեպետ հայերենում ընդունված է, որ 7-րդ էն չեն դնում վերջում։ Բայց մարդիկ բացառության կարգով անում են, այդպես են անվանակոչում իրենց երեխաներին։ Եվ որևէ Google, ChatGPT կամ այլ օտար մարդ, ով չգիտի դրա մասին, չի կարա նստի ու ծնողին նկատողություն անի, թե ինչպես պիտի ճիշտ։ Ես ձեզ խնդրում եմ, ինչքան ծիծաղալու է գրելը, որ վայ հղի եք, վայ բաժանվել եք, այս նույն շարքին միանում է Վիկտորիան։ Իաչի, յայա, ես չգիտեմ, ես այնքան ժողովուրդ ամեն բառ տառ նախադասություն հայերեն լեզվով կարող է սխալվեմ, սխալ գրեմ, դուք գիտեք, որ ես հայերեն լեզվի հետ կապված խնդիրներ ունեմ, այսինքն ես նոր եմ սովորում, բայց ոչ երբեք իմ երեխայի անունը, հավատացում եք ի ու յայի տարբերությունը ես շատ լավ գիտեմ, բայց երբ որ ես ասում եմ, որ իմ երեխայի անունը իով է գրվում, հետևաբար ինձ մի ուղղեք։ Ինչու ես եկել նստել անկյունում։ Չես տեսել, չէ, պապայիդ երևի մի 10 տարի է։ Այ քեզ, բա հետո ինչ անենք։ Սես դրան մոտ նստենք։ Այսօր առավոտից լիքը գործ եմ հասցրել անել։ Վիկտորիային պարտեզից վազել եմ փորձից գնացել եմ ատամնաբուժարան։ Հիմա հեսա գնամ տուն, ես դեռ նախաճաշ չեմ այլ մի բան ուտեմ, որ Վիկտորիային վերցեմ ու գնանք բարի։ Չնայած նրան արանքում հենց պարկոշիկը ներվերս կերավ իհարկե, ես մեկ զարմանում եմ, որ չուբանի վրա արդեն զարմանում եմ, որտեղ այնքան բան եմ տեսել, մանավանդ պարկոշիկների թեմայով, բայց դե լավ, կարևոր է իմ տրամադրությունը բարձրագիտեք ինչի, տեսեք ասեմ, բայց ահա որ ուրախ եմ մի բանի համար, որ շուտով կլինի 1 տարի, ինչ ես բրեկետներով եմ, դե վերևի բրեկետները տեղադրել ենք մոտավորապես 1 ամիս առաջ, բայց այսօր հրաշալի արդյունք ենք գրանցել, արդեն բավականին քիչ է մնացել, որպեսզի մենք հասնենք մեր ֆինիշին, այսպես։ Դերասանուհի Եվա Զոհրաբյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է բլոգեր Սոնա Մանուկյանին ու խոսել այն մասին, որ ինքը մոտիվացվել է հենց Սոնայի կատարած աշխատանքից։ Star News-ն առաջարկում է լսել դերասանուհուն։ Բարևներ բոլորին, ուրեմն ուզում եմ ձեզ հետ այսօր խոսել մի կնոջ մասին, ով իսկապես ինձ ոգևորում է եւ ոգեշնչում է, քանի որ վերջերս գրաֆիկս այնքան խիտ է, որ չեմ հասցնում ոչինչ անել, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ եթե նրա մոտ ստացվում է, ինչու իմ մոտ չի ստացվում, որովհետև նա էլ ունի 24 ժամ ընդամենը, ես էլ ունեմ 24 ժամ ընդամենը, եւ նա կարողանում է իր օրը այնպես բաշխել, որ հասցնում է եւ տրամադրել իր բիզնեսին, ընկերներին, ընտանիքին, առողջ սննդին եւ ամենակարևորը ինքն իրեն։Ապես ինձ ոգեշնչում է իր ապրելակերպով, ու ես վերջերս իր ինստագրամյան սթորիների բաժնում հարց ու պատասխանով էր կիսվում, որտեղ նրան հարցրել էին
Ինչու ես դու ցույց տալիս քո այս լավ կյանքը, հատ սիրուն ձևով պատասխանել էր, որ իսկ ինչու չցույց տամ, եթե ես եւ ամուսինս 18 տարեկանից սկսված աշխատել ենք եւ հասել ենք այն արդյունքի, որ այսօր կարող եմ ես կիսվել մարդկանց հետ եւ դա կարող է ինչ որ մեկին ոգևորել եւ այո, օրինակ ինձ դա իսկապես ոգևորում է եւ ոչ միայն երիտասարդներին պետք է ոգևորի, այլ նաեւ ծահասակներին պետք է ոգևորի, կարծում եմ, ովքեր մտածում են, որ լավ, արդեն մեծ ենք, ոչինչ չեն կարող անել, բայց ոչ Հենց նրա մասին է, որ դու այսօր էլ կարող ես փոխել քո կյանքի որակը, ապրելակերպը, ճանաչելով ինքդ քեզ եւ սկսել ամենակարևորը՝ մարմնից, առողջ սննդից եւ դիսցիպլինայից։ Էջը կթողնեմ ներքևում, կարծում եմ իրոք ձեզ կհետաքրքրի եւ ինչպես ինձ է ոգևորում եւ լիցքավորում, ձեզ էլ կլիցքավորի նրա էջը։ Այսքան խոսեցի եւ չնշեցի նրա անունը, նա Սոնան է, ներքևում կթողնեմ էջը, եթե հետաքրքրեց, ապա կարող եք հետեւել, հաստատ չեք փոշմանի։